Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում տեղի ունենում Սուպեր Էլ Կլասիկոն։ Սանտիագո Բեռնաբեում Ռեալը ընդունում է Բարսելոնային։ Էլ Կլասիկոն արդեն վաղուց վերածվել է ֆուտբոլի միջազգային տոնի, եւ բոլորովին կապ չունի իսպանական ֆուտբոլի երկրպագու լինել կամ չլինելը, եւ պարտադիր չէ կրել երկու թիմերից որևիցե մեկի մարզաշապիկը։ Գեղեցիկ ֆուտբոլի սիրահար լինելով բավարար է դիմակայությունը դիտելու համար եւ մեծ բավականություն ստանալ խաղից։ Իսկ հիմա ներկայացնենք մրցող թիմերի մեկտարկային կազմերը։ Սկսենք տանտերերից Ռեալի կազմից։ Դարպասում համար 1 Կեյլոր Նավաս։ Պաշտպաններ՝ Ձախից Մարսելո համար 12, Աչից Դանի Կարվախալ համար 2, կենտրոնում Նաչո համար 6 եւ Սերխիո Ռամոս համար 4, նա թիմի ավագն է։ Կիսապաշտպաններ՝ Ձախից Դոնի Կրոս համար 8, Աչից Լուկա Մոդրիչ համար 19, կենտրոնում Կազեմիրո համար 14։ Հարձակման եռյակը հանրահայտ BBC-ն է։ Ձախից Քրիստիանո Ռոնալդո համար 7, Աչից Գարեթ Բեյլ համար 11, կենտրոնում Կարիմ Բենզեմա համար 9։ Գլխավոր մարզիչն է Զինեդին Զիդանը։ Այստեղ տեսնում եք միմյանց ողջունում են երկու թիմերի գլխավոր մարզիչները։ Դե ինչ հիմա անցնենք Բարսելոնայի մեկնարկային կազմին։ Դարպասում Մարկ Անդրե տեր Շտեգեն համար 1, պաշտպաններ՝ Ձախից Ժորդի Ալբա համար 18, Աչից Սերխիո Ռոբերտո համար 20, կենտրոնում Ժերար Պիկե համար 3 եւ Սամուել Ումտիտի համար 23։ Կիսապաշտպաններ՝ Ձախից Անդրես Ինեստա համար 8, նա Բարսելոնայի թիմի ավագն է, Աչից Իվար Ռակիտիչ համար 4, կենտրոնում Սերխիո Բուսկետս համար 5։ Հարձակվողներ՝ Ձախից Պակլո Ալկասեր համար 17, Աչից Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Լիոնել Անդրես Մեսսի եւ կենտրոնում Լուիս Սուարես համար 9, գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե։ Այստեղ տեսնում ենք Մադրիդի Ռեալի երկրպագուները պաստառ են պատրաստել իրենց թիմի խաղացողների համար։ Ներկայացնեմ նաև խաղի գլխավոր մրցավարներին։ Խաղի գլխավոր մրցավարն է Ալեխանդրո Խոսե Էրնանեսը։ Եզրերում նրան կօգտել Սոբրիանո Մագան եւ Մարտինես Մունյերեսը։ Չորրորդ պաշտոնյան է Ալմերա Պերեսը։ Այստեղ տեսնում ենք Սերխիո Գարսիային, գոլֆի աստղը, նա ողջունում է Սերխիո Ռամոսին։ Եվ նա այժմ կկատարի խորհրդանշական հարվածը։ Ամեն ինչ բարձր մակարդակի են կազմակերպել Ռեալի ներկայացուցիչները Էլ Կլասիկոն եւ կարծես թե ամեն ինչ պատրաստ է խաղը սկսելու համար։ Այստեղ մենք տեսնում ենք Սանտիագո Բեռնաբեոն իր շքեղությամբ։ Հիշեցնեմ, որ ամեն Էլ Կլասիկոյի ժամանակ Սանտիագո Բեռնաբեո ստադիոնի վերևում աշխատում է մեկ ուղղաթիռ եւ այնտեղից նկարահանում է խաղը։ Դե ինչ ամեն ինչ պատրաստ է խաղը սկսելու համար, կենտրոնից սկսելու են տանտերերը, Մադրիդի Ռեալի խաղացողները։ Մրցաշարային աղյուսակում Մադրիդի Ռեալը առաջինն է 75 միավորով։ Բարսելոնան 72 միավորով երկրորդն է։ Բացի այդ, Ռեալը 1 խաղ պակաս է անցկացրել։ Բարսելոնան հաղթելով այսօր Ռեալին, ապա կհավասարվի նրա միավորներով եւ անձնական ցուցանիշներով կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ Դե ինչ խաղը սկսված է, կենտրոնից խաղարկեցին Ռեալի խաղացողները Լուկա Մոդրիչ, այստեղ շարժվում է առած, փոխանցում է Դանի Կարվախալին, Կարվախալը հետևում, Նաչո փոխանցում դեպի Սերխիո Ռամոսը, Ռամոսը այստեղ փորձում էր փոխանցել Մարսելոին, բայց սխալ էր փոխանցումը։ Եզրից կնետեն Բարսելոնայի խաղացողները։ Այստեղ Բարսելոնայի ֆուտբոլիստները նույնպես սխալվում են։ Մեր էկրաններին է Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով խաղի հենց մեկնարկից մտահոգ է։ Այո, Զինեդին Զիդանը հասկանում է, որ այս խաղը ինչ որ չափով նաև չեմպիոնության համար մեծ նշանակություն ունի։ Եթե այսօր Ռեալը հաղթանակ տոնի Բարսելոնայի նկատմամբ,
կամ ոչ ոքի խաղա միավորների տարբերությունը 3-ի կհասնի եւ դժվար թե Բարսելոնան կարողանա այս 4-5 տուրերում հետ բերել։ Լուիս Էնրիկեն էր մեր էկրաններին, ում համար վերջին El Clasico-ն է, քանի որ նա հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Բարսելոնայից։ Այստեղ Սուարեսը մտնում է պայքարի մեջ, չի կարողանում խլել, Լուկա Մոդրիչ, այստեղ կար խախտում Լուկա Մոդրիչի նկատմամբ, բայց մրցավարը թույլ է տալիս շարունակել խաղը, քանի որ Ռեալի մոտ է գտնվում գնդակը։ Կազեմիրո փոխանցում Ռամոսի եւ Ռամոսը երկար փոխանցումով Կարվախալ փոխանցում է Տուգանային հրապարակ, այստեղ ինչ է 11 մետրանոց, ոչ, մրցավարը ցույց է տալիս, որ խախտում չկա, պետք է բարձրանալ։ Քրիստիանո Ռոնալդուն էր հայտնվել հարվածային դիրքում, բայց այստեղ մրցավարը գտավ, որ խաղի կանոնների խախտում չկա։ Դե ինչ կրկնապատկերից սպասենք եւ տեսնենք։ Այստեղ խաղարկում է Ռեալի խաղացողները, Կրոս, Կազեմիրո, այստեղ փոխանցումը սխալ էր Կազեմիրոյի եւ Մարսելոն չկարողացավ հասնել գնդակին։ Դե ինչ տեսնենք կրկնապատկերը։ Այո, այստեղ Ումտիտի ուշացավ եւ հարվածեց, հպումը կար Քրիստիանո Ռոնալդուի ոտքին։ Չնայած այստեղ ոչ բոլոր մրցավարները կնշանակեին 11 մետրանոց, քանի որ խաղի դեռ երկրորդ րոպեն է եւ սա այնպիսի խախտում չէ, որի համար բոլոր մրցավարները նշանակեն 10 մետրանոց։ Այստեղ սխալվեցի Բարսելոնայի խաղացողները եւ Ռոնալդուն փորձում է գրոհ կազմակերպել, Ումտիտի սահմկումով հեռացել։ Ռեալի եւ Բարսելոնայի միջև Լա Լիգայում տեղի ունեցել 171 հանդիպում, որից 71-ում հաղթել է Ռեալը, 68-ում Բարսելոնան։ Եվս 32 խաղում արձանագրվել է ոչ ոքի արդյունքները։ Մադրիդցիները խփել են 278 գնդակ, բաց թողնելով 272-ը։ Երկու թիմերի միջև կայացած ամենագոլառատ հանդիպումը ավարտվել է 8-2 եւ 5-5 հաշիվներով։ Այս դիմակայությունում Ռեալը վաստակել է 245 միավոր, Բարսելոնան 236։ Իսկ ընդհանուր առմամբ այս թիմերի միջև տեղի ունեցել 234 պաշտոնական El Clasico։ 93 անգամ հաղթել է մադրիդցիները, 91 անգամ կատալոնացիները, եւս 49 խաղում գրանցվել է ոչ ոքի արդյունքը։ Այստեղ վտանգավոր է նորից Կարվախալը փոխանցում է, բայց Ռակիտիչը հեռացնում է գնդակը։ Մադրիդի Ռեալը հենց սկզբից դիրել է նախաձեռնությանը եւ սեղմել է Բարսելոնային իր Տուգանային հրապարակում։ Այստեղ Մոդրիչը խաղարկում է եւ կրկին երկար փոխանցում, այստեղ Բենզեման չի կարողանում հասնել եւ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Հարված Տեր Շտեգենի դարպասից։ Իսպանիայի առաջնության առաջին շրջանում այս թիմերը Կամպ Նոյում ոչ ոքի է խաղացել։ 1-1 այստեղ գոլերը խփել է Լիոնել Մեսսի եւ Սերխիո Ռամոսը, ով խաղի վերջնամասում գրավելով դարպասը բրկեց իր թիմի պարտությունից։ Այստեղ կրկին Տեր Շտեգենի հետ խաղարկելով փորձում են դուրս գալ պաշտպանությունից Բարսելոնան, Ժորդի Ալբա։ Այստեղ պայքարի մեջ է մտնում Սուարեսը եւ գնդակը հայտնվում է Ումտիտիի մոտ։ Ումտիտի խաղում է Իվան Ռակիտիչի հետ, Ռակիտիչը անցնում է եւ այստեղ կրկին մրցավարի սուրիչը լռում է։ Խախտում չի արձանագրում մրցավարը եւ Ռեալը նորից նետվում է գրոյի։ Մարսելո սայթակում է այստեղ եւ կորցնում է, չնայած եզրային նետում է վաստակում։ Սինեդի Զիդանը առաջին իսկ րոպեներից ոտքի վրա էր, այստեղ պայքարի մեջ է մտնում Ժերարդ Պիկե, Ինիեստա, այստեղ Ինիեստա խլում են գնդակը, բայց Լեո Մեսսին հետ է վերադարձնում գնդակը, Լեո Մեսսի փոխանցում Ժորդի Ալբային, Ալբա փոխանցում նորից Լիոնել Մեսսին, Մեսսին խաղարկում է Ինիեստայի հետ եւ փնտրում է գրոյի ուղղություններ։ Ժորդի Ալբա նորից Ինիեստա եւ Ինիեստա շրջանցում է մեկ ֆուտբոլիստի, շարժվում է առաջ, այստեղ պետք է օգնության հասնել Ինիեստային, Ինիեստա պետք չէ այսքան երկար պահել եւ կորցնում է Անդրես Ինիեստան գնդակը եւ գրոյի է նետվում նորից արքայական ակումբը։ Այստեղ Քրիստիանո Ռոնալդուն է առաջ շարժվում, Ռոնալդու շրջանցում է Պիկեին, հարված Տեր Շտեգենը որսում է գնդակը, ուղիղ Տեր Շտեգենի վրա հարվածեց Քրիստիանո Ռոնալդուն։ Առաջին հարվածը Պորտուգալացու։ Այստեղ տեսնում ենք մեկ հնարքով խափեց Ժերարդ Պիկեին եւ հարված միանգամից Տեր Շտեգենի դարպասի եւ Տեր Շտեգենը որսած գնդակը։ Բարսելոնան ի մոտ է գնդակը։
Ժերարդ Պիկե, այստեղ խաղարկում են Սամուել Ումտիտի։ Հիշեցնեմ, որ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում սա նախավերջին հանդիպումն է։ Տուրը կավարտվի վաղը, որտեղ Էյբարը կընդունի Ատլետիկ Բիլբաոյին։ Այստեղ խաղից դուրս վիճակում է Լուիս Սուարեսը։ Տեսնենք։ Այո, Իրանով ավելի առաջ է, քան Ռեալի խաղացողները։ Եվ Ռեալը Կեյլոր Նավասի միջոցով սկսում է իր հերթական գրողներից մեկը, կրկին Մարսելո, եւ երկար փոխանցում դեպի Գարեթ Բեյլը, վտանգավոր է, ոչ, այստեղ նույնպես խաղից դուրս վիճակում է գտնվում Գարեթ Բեյլը։ Հիշեցնեմ, որ կայացած խաղերում 33-րդ տուրի գրանցվել են հետեւյալ արդյունքները։ Սևիլիա Գրանադա 2-0, Սևիլիան կրկին Ռամոն Սանչես Պիսկուան մարզադաշտում կարողացավ հաղթանակ տոնել։ Մալագա Վալենսիա 2-0, Վիլյարեալ Լեգանես 2-1, Օսասունա Սպորտինգ 2-2, Ռեալ Սոսեդադ 1-0, Սելտա Բետիս 0-1 եւ Լաս Պալմաս Ալավես 1-1։ Այստեղ կրկին Բարսելոնան խաղարկում է Ժորդի Ալբա, ստանում է Լուիս Սուարեսը գնդակը, այստեղ ինչ է, նորից լռում է մրցավարի սուլիչը, բայց Սուարեսը խոտածածկին է։ Սուարեսը վնասած խացել։ Տեսնենք այստեղ ինչ եղավ։ Խաղի 7-րդ րոպեն է արդեն, տեսնենք այստեղ գնդակին խաղաց Կազեմիրոն։ Ուժային պայքար էր եւ Կազեմիրոն գնդակին խաղաց։ Այստեղ Ռեալը փորձում է դուրս գալ պաշտպանությունից եւ այստեղ երկու ստեկ սխալներ, խլում են գնդակը, նորից կորցնում են եւ Կազեմիրոն գնդակ ուղարկում է Մարսելոին դեպի ձախ։ Մարսելո փնտրում է փոխանցման տարբերակ եւ փոխանցում է կենտրոն Նաչոին։ Նաչո փոխանցում դեպի աջ, այստեղ Կարվախալն է, նորից խաղում է Նաչոյի հետ։ Նաչոն գրոյի եզրը փոխում է դեպի ձախ։ Եվ նահանջել է Գարեթ Բեյլը։ Խաղում է Լուկա Մոդրիչի հետ։ Մոդրիչը Կարվախալի հետ եւ Կարվախալը կրկին երկար փոխանցում դեպի Քրիստիանո Ռոնալդո, Ռոնալդո Բենզեմայի հետ, բայց Բենզեման չի կարողանում ետ վերադարձնել պորտուգալացուն գնդակը եւ Բարսելոնայի մոտ է գնդակը, Ինյեստա խաղարկում են խաղադաշտի կենտրոնում Բուսկետի հետ։ Բուսկետս խաղում է Ինյեստայի հետ եւ Ինյեստան գրոյի եզրը փոխում է դեպի աջ։ Սերժո Ռոբերտոն։ Ռոբերտոն Ումտիտի հետ կենտրոն խաղարկում է գնդակը եւ Ումտիտին շարժվում է առաջ։ Այստեղ չկա տարբերակներ փոխանցելու եւ այստեղ գտնում է Լիոնել Մեսսի, շարժում է առաջ Լիոնել Մեսսի, փոխանցում Պալկո Ալկասերին, Ալկասերը գտնում է Ռակիտիչին, Ռակիտիչը գրոյի եզրը փոխում է Ալբային, նկատեց Ալբային այստեղ եւ Մեսսի այս հասցրեց փոխանցում կատարել Սերժ Ինյեստա, հարված եւ այստեղ Նաչո փակում է հարվածը։ Բարսելոնան կարծես թե հավասարեցրեց խաղը։ Մեկտարկային լոպեների Բարսելոնայում Ռեալը տիրել է առավելությունը դաշտի կենտրոնում, այստեղ Ժորդի Ալբա խաղում է Ինյեստայի հետ եւ Ինյեստան նորից գրոյի ուղղությունը փոխում է դեպի այստեղ Սերժո Ռոբերտո, այստեղ Բենզեմայի մոտ է գնդակը, Բենզեման փոխանցում է Մոդրիչին եւ այստեղ Մոդրիչը ձեռքով է կասեցնում գնդակը։ Այո, այստեղ խորվատ կիսապաշտպանը զարմանում է, որ ինքը ձեռքով է կասեցել, բայց մրցավարը նկատել է։ Ինչ արդեն 25-րդ րոպեն է խաղի 0-0 Ռեալ Մադրիդ Բարսելոնա խաղում։ Այստեղ նորից տեսնում է Քրիստիանո Ռոնալդոյի փայլուն հարվածը եւ Մարկ Անդրե տեր Շտեգենի հիանալի սեյվը։ Նորից գնդակը Ռեալի մոտ է եւ այստեղ 2-2-ի դիմաց Բենզեմա, այստեղ ուշացնում է Բենզեման։ Պետք չէ այսքան պայել գնդակը, Կարիմ Բենզեման այսքան պայելով գնդակը թողեց, որպեսզի Սերխիո Բուսկետսը գա եւ վերցնի գնդակը նրանից։ Ինյեստա այստեղ խաղարկում է Ռակիտիչի հետ գնդակը եւ Բարսելոնան շարժվում է առաջ։ Այստեղ Ռոբերտո խաղում է Բուսկետսի հետ, Մեսսի
գտնում է փոխանցման Մեսին, խապս է տալիս, Կազեմիրոին անցնում է, փոխանցում Անդրես Ինիեստային։ Հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ Էլ Կլասիկոներում ամենաարդյունավետ խաղացողը դա Մեսին է, նա խփել է 21 գնդակ։ Այստեղ Սերժիո Ռոբերտոյի մոտ է գնդակը եւ փոխանցում է կատարում Ալկասերին, Նաչոն հիանալի է գործում այստեղ, Լուկա Մոդրիչ, Մեսի փորձում է պրեսինգի դիմել եւ այստեղ խլում են գնդակը, Ժորդի Ալբա փոխանցում է կատարում Ռոբերտոյին, Ռոբերտոն շատ անփույթ գործեց այս դիրքում եւ Ռեալը փորձեց հակագրոյի միանգամից անցնել, այստեղ չստացվեց եւ կրկին երկար փոխանցում, այստեղ Ռոնալդոն ընդունում է գնդակը, Կարվախալի հետ է խաղում, Կարվախալը փոխանցում է կատարում Բեյլին, Բեյլ այստեղ Պիկեն հիանալի սահանկումով հեռացնում է գնդակը։ Առաջին անկյունայինը, որը կիրացնի Մադրիդի Ռեալը, այո, այստեղ Պիկեն ցույց է տալիս, որ պետք է հանգստացնել խաղը, ավելի հանգիստ գործել։ Դե ինչ 27-րդ, միայն 27-րդին Էլ Կլասիկոյում առաջին անկյունայինն է լինում։ Եվ դա կիրացնեն մադրիդցիները։ Տեսնենք ինչպես կխաղարկի Ռեալի խաղացողները այս անկյունայինը։ Փոխանցում է կատարում Տեր Շտեգեն, այստեղ Պիկեն խանգարեց Տեր Շտեգենին, Մարսելոն երկար փոխանցում է կատարում, Ռամոս հարված դարպասին, այստեղ դարպասածողն է եւ գոլ։ Կազեմիրո բացում է հաշիվը Էլ Կլասիկոյում։ 27-րդ րոպե 1-0։ Այստեղ կատարյալ ձախողվեցի Բարսելոնայի պաշտպանությունը։ Նախ թույլ տվեցի Սերխիո Ռամոսին հարված կատարել։ Այստեղ դարպասածողից անդրադարձավ եւ միայնակ էին թողել Կազեմիրոին, ով գրավեց դատարկ դարպասը։ Դե ինչ հաշիվը բացված է 1-0։ Ռեալը առաջ է անցնում հաշվի մեջ։ Ահա տեսնում ենք այստեղ Մարսելոն նախ ընդունեց կրծքով, այստեղ այո Ռամոսը խաղից դուրս վիճակում։ Եթե հարված է Ռոնալդոն, այստեղ կլիներ խաղից դուրս։ Այստեղ Ռամոսը հարվածեց դարպասածողին, դիպչեց, իսկ Կազեմիրոյի հարվածը ոչ ոք չփակեց եւ նա գրավեց դատարկ դարպասը։ 1-0։ Եվ Բարսելոնան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այստեղ Իվան Ռակիտիչը չհասցրեց փակել Կազեմիրոյի հարվածը։ Եվ Բարսելոնան հիմա պետք է մեծ ուժերով նետվի առաջ, որպեսզի խփի պախան գնդակը։ Այստեղ Ումտիտի հետ Պիկեն խաղում է Ումտիտի հետ եւ Ումտիտին շարժվում է առաջ, փնտրում է դերակներ փոխանցելու, փոխանցում է Բուսկետսին, նորից Ումտիտի, Ժերարդ Պիկե փոխում է գրոյի եզրը դեպի աջ, այստեղ Ռակիտիչ, Բուսկետս, նորից Ռակիտիչ եւ Սերժիո Ռոբերտոին է փոխանցում Ռակիտիչը։ Այո, Բարսելոնան այսքան սեղմելով դարպասին, այսքան վտանգավոր գրոհներ բաց թողնելով, ինչո նաեւ գոլ բաց թողեց սեփական դարպասը։ Այստեղ Ումտիտի Պիկե։ Հիշեցնեմ, որ երկու թիմերն էլ Չեմպիոնների լիգայում անցկացրի 1/4 եզրափակիչի հանդիպումները։ Ռեալը կարողացավ հաղթահարել Բավարիայի ալգերքը, իսկ Բարսելոնան պարտվեց Թուրինի Յուվենթուսին ընդհանուր խաղերի հաշվով 3-0 եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Եվ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է Իսպանիայի առաջնությանը, քանի որ ընդամենը 1 հանդիպում մնացել է Գավաթի եզրափակիչում։ Հիշեցնեմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին, որտեղ Բարսելոնան կմրցի Դեպորտիվոյի հետ։ Այստեղ խաղարկում է Լիոնել Մեսի, շարժվում է դեպի կենտրոն, փոխանցում է Անդրես Ինիեստային, Ինիեստա փորձում է շրջանցել Ինիեստան եւ փոխանցում Ալբային, Ալբա, այստեղ Ալբան գտնում է տարբերակներ փոխանցելու եւ փոխանցում է Լիոնել Մեսին, Մեսին Բուսկետսի հետ է խաղում, Իվան Ռակիտիչ, Ռակիչը Մեսիի հետ, այստեղ ինչ էր խաղի կանոնների խախտում, այո, կրկին Կազեմիրոն խախտում է խաղի կանոնները։
Այսօր Կազեմիրոն գրեթե չի հասցնում Լիոնել Մեսսի հետևից։ Անընդհատ ուշանում է եւ ստիպված խախտում է քաղաքի կանոնները։ Հիշեցնեմ, որ Կազեմիրոն կոպիտ սահանգման հենց Լիոնել Մեսսի հետ պայքարում կոպիտ սահանգման արդյունքում ստացավ դեղի եւ պետք է ուշադիր լինի։ Ինչու՞ չէ նաեւ Զինեդին Զիդանը պետք է մտահոգվի եւ երկրորդ խաղակեսում փոխարինի Կազեմիրոին, քանի որ նա կենտրոնական պաշտպան է եւ վտանգի տակ է։ Ստանալով երկրորդ դեղինը կարող է Ռեալին թողնել 10 հոգով։ Այստեղ Պիկե խաղում է Ռոբերտոյի հետ։ Աչեզրում Ռոբերտոն գտնում է փոխանցման տարբերակ, նորից ետ է խաղում Պիկեի հետ։ Անդրես Ինյեստա եւ Պիկեն երկար փոխանցում է Ռակիտիչին։ Ռակիտիչ, Լիոնել Մեսսին է ստանում գնդը, խաղում է Բուսկեցի հետ։ Իվան Ռակիտիչ, այստեղ Լիոնել Մեսսի շրջացում է, Մեսսի արված գոլ! Լիոնել Անդրես Մեսսի հավասարեցնում է հաշիվը 1-1։ Բարսելոնան շատ արագ կարողանում է հավասարեցնել հաշիվը եւ կրկին Ռեալի պաշտպանները ձախողվեցին։ Միջև գլուխները բարձրացրեցին, որպեսզի տեսնեն գնդակը որտեղ է, Լիոնել Մեսսին արդեն գնդակ ուղարկել էր դարպասը։ 32-րդ րոպե 1-1, Բարսելոնան հավասարեցնում է հաշիվը Ռեալի հետ դիմակայությունում։ Եվ արգենտինացու 22-րդ գնդակը Էլ Կլասիկոներում։ Այստեղ խաղից դուրս վիճակում չէր գտնվում Ռակիտիչը եւ Մեսսին ինչպիսի հիանալի արագությամբ ստանում է գնդակը, շրջանցում Կարվախալի եւ ուղարկում այն Կելլոր Նավասի ձեռքերի արանքով դեպի իր պաշտպանած դարպասը։